Բարև ձեզ, մենք ID Bank-ը շարունակում ենք զեղծարարությունների մասին խոսել եւ անցյալ անգամ խոսում էինք նրա մասին, թե ինչպես պահպանել ձեր գաղտնաբառերը, որպեսզի կեղծ հղումներով, կեղծ կայքերի վրա դրանք դուք չտեղադրեք, բայց զեղծարարները բնականաբար առաջ են շարժվում, իրանք շատ հնարամիտ են, ցավոք սրտի այդ մարդիկ վատ բաների համար են հնարամիտ, բայց մեկը հնարամիտ է։ Ամեն դեպքում իրենք փորձում են ձեր գաղտնաբառերը բանկային արխիվների կամ էլեկտրոնային դրամապանակների կորզել։ Եվ դրա հաջորդ փուլը դա հեռախոսազանգերի միջոցով է։ Տեսեք, զեղծարարը կարող է ձեզ զանգել, տենց կիսատ պրատ գործանողները կարող է զանգեն Մոզամբիկից հեռախոսի համարով կամ WhatsApp-ով ու ուշադիր մարդը բնականաբար կնկատի, բայց կան խմբեր զեղծարարների, որոնք շատ ավելի առաջադեմ են եւ կարողանում են կեղծել հայկական համարները, նույնիսկ կան խմբեր, որոնք հենց ձեր բանկի համարն են կեղծում, այսինքն դուք օրինակ բանկի համարը ձեր հեռախոսի գրքույկում պահել եք, ու դա պետք է անել, դա ճիշտ է, որ հանգած մի բան լինի կարողանաք զանգել բանկ, ու մեկ էլ տեսնում եք, որ ձեր զանգը գալիս է հենց բանկից, վրան գրվում է բանկը, ու դուք գիտեք, որ դուք եք այդ համարը այդտեղ դրել։ Վերցնում եք հեռախոսը ու մեկ էլ այսպես աշխատակիցը իբր աշխատակիցը սկսում է ձեզ համոզել, որ հիմա ձեր հետ ինչ-որ վատ բան է կատարվում։ Օրինակ, ասում է, որ ձեր հաշիվը կոտրվել է, հակերները կոտրել են ու մենք փորձում ենք ձեզ փրկել, կամ զեղծարարները ձեր անունով վարկ են ձևակերպում ու մենք հիմա փորձում ենք ձեզ փրկել դրանից, ինչից հետո զեղծարարը սկսում է ձեզ տարօրինակ հարցեր տալ, այսինքն տարօրինակությունն անում է, որ ինքը ուզում է ձեզանից շատ անձնական տվյալներ, որոնք ինքը չպետք է ուզենա, որոնք են դրանք, հա, առաջին օրինակ ինքը կարող է ուզենա ձեզանից ձեր բանկային քարտի վրայի տվյալները, հատկապես հետևի կողմի այդ CVV կոդը, այդ 3 կամ 4 թվանշանները, կամ ինքը կարող է ուզենա ձեր գաղտնաբառը հավելվածի, կամ կարող է ասել, որ մենք հիմա ձեզ մի կոդ կուղարկենք SMS-ով, որպեսզի կհանգրանցնենք այդ վարկ ձևակերպերը։ Իսկ իրականում ինքը հիմա հենց ձեզ համար ձեր անունով վարկ է ձևակերպում, ու որպեսզի հաստատի այդ կոդն է ուզում, բանկը բնականաբար այդ կոդը ուղարկում է ձեզ, ու այստեղ դուք եթե սխալվեք ու թելադրեք հեռախոսով այդ կոդը, բնականաբար զեղծարարը կկարողանա ձեր անունից վարկ ձևակերպել։ Կարևորագույն մի բան, եթե ձեզ զանգել են բանկից կամ էլեկտրոնային դրամապանակի օֆիսից, գրասենյակից եւ ուզում են բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը, կոդի տվյալները, որը ուղարկվել է ձեզ SMS-ով, դա կարմիր լամպ է, 3 հատ կարմիր լամպ է, դուք առաջինը պետք է հիշեք, որ երբեք բանկի աշխատակիցը ձեզանից այսպիսի զգայուն տեղեկատվություն չի ուզի։ Երկրորդը, իհարկե ձեզ այստեղ շփոթեցնում է, որ ձեզ բանկից են զանգել, ինչ եք անում։ Եթե ձեզանից ուզեցին նմանատիպ տեղեկատվություն, զանգը ընդհատում եք, անջատում եք ու հետ եք զանգում այդ նույն համարով։ Երբ որ հետ զանգեք, արդեն դուք կընկնեք իսկական բանկ։ Եվ կհարցնեք, արդյոք դուք ինձ զանգել եք, սենց խնդիր կար եւ այլն, բնականաբար արդեն բանկից կստանաք այն պատասխանը, որը ճշգրիտ է։ Այնպես որ հիշում ենք, որ հեռախոսով, նույնիսկ եթե ձեզ շատ վստահելի ձայնով, վստահելի տեղից են զանգել, չեք փոխանցում ոչ մի զգայուն տեղեկատվություն։ Քարտի տվյալները, ձեր բանկային հաշվի գաղտնաբառը, SMS-ով եկած կոդերը եւ ընդհատում եք զանգը, հետ եք զանգում բանկ։ Այսօր այսքանը, մյուս անգամ մենք խոսենք այն յուրահատուկ զեղծարարությունների մասին, որոնք ուղղված են նրան, որ գողանան ձեզանից ձեր բանկային քարտի տվյալները, օրինակ շատ հաճախ երևի լսած կլինեք, որ լիստայումով Facebook-ի marketplace-ով են մարդկանց տենց խափում, դրանց մասին կխոսենք, այսքանը կհանդիպենք։